Անվարչապետ ձեր թույլատությամբ մինչև հարցին անցնելը ձեր հանձնարարությամբ հնչեցնեմ դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են մայիս-հոկտեմբեր ամսվա ընթացքում 4 խոշոր ներգրողների ամենավաճառվող ըստ գնացուցակների եւ ըստ ներկրման ծավալների 50 առաջի անվանումները եւ ըստ մշտադիտարկման արդյունքների մարզերում եւ Երևան քաղաքում արդյունքները հետեւյալն են 60%-ը վերոհիշյալ դեղորայքի մնացել է անփոփոխ 34%-ը նվազել է շուրջ 30%-ով եւ 6%-ը 3%-ով թանկացել է, որը կապված է սեզոնային վաճառքների հետ։ Սա է ամբողջ թանկացման եւ նվազեցման պատկերը եւ մենք ամեն ամսվա 5-ին ամփոփելու ենք այս տվյալները եւ ներկայացնելու ենք։ Պարոն Մուրադյան, իմ կարծիքով սրա մասին պիտի ասվի նաեւ հանրությանը եւ ընդհանրապես քիչ առաջ որ խոսեցի, նաեւ պիտի հանրությանը տեղեկացնենք, դա տեղեկատվության պակասի արդյունքն է։ Եվ տեսեք, բազմաթիվ առիթներով իս նամակներ են գրում, որ դեղերը թանկացել են անհիմն։ Հիմա ուսումնասիրության արդյունքում փաստորեն նման խնդիր չկա, նույնիսկ կա նվազում գների։ Եվ դրա մասին պիտի խոսվի, պիտի ասվի հանրությանը։ Ես խնդրում եմ բոլոր իմ գործընկերներին այդ հարցով լինել ուշադիր։ Համեցեք։ Շնորհակալություն։ Օրակարգի առաջին հարցով ներկայացում է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի համար 1506-ն որոշման ուժը կորցած ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը բխում է Հանրակրթության մասին օրենքից։ Նկատի ունենալով պետության կողմից համընդհանուր ներառական կրթության անցնելու քաղաքականությունը նախագծով առաջարկում է սահմանել երեխաների տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների նոր ցանկ, որը ներառում է առավել ծանր հիվանդությունների ու վիճակների ընդհանուր պատկերը։ Նոր ցանկը սահմանելու նպատակ ունի ոչ շատ ծանր հիվանդությունների եւ վիճակների դեպքում ապահովելու երեխաների հանրակրթական հաստատություններում կրթության ստանալու իրավունքը եւ ըստ այդմ բացառելու նրանց սոցիալական մեկուսացումը։ Նախագիծը հավանության է արժանացել նախարարական սոցիալական կոմիտեում, խնդրում եմ հաստատել։ Կան հարցեր։ Դեմ կարծիքներ, թե չկա հաստատում ենք երկրորդ հարցը օրակարգի։ Շնորհակալություն։ Օրակարգի երկրորդ հարցով ներկայացում է մանուկների եւ վաղ տարիքի երեխաների անվտանգ եւ համապատասխան համարժեք սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման հրախուսման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման 16-20 թվականների գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը բխում է երեխաների կրծքով կերակրման հրախուսման եւ մանկական սնունդի շրջանառության մասի օրենքի պահանջներից։ Նախագծի ընդունման հիմնական նպատակն է ապահովել մանուկների առողջ աճը եւ զարգացումը 20 թվականին 10 թվականի համեմատության ապահովելով մինչև 6 ամսական երեխաների շրջան բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը ավելացնելով 25%-ով, այդպես 10 թվականին դա կազմել է 35%, մեր աշխատանքների արդյունքում մենք պետք է կարողանանք հասնել մինչև 45% 6 ամսական կրծքով սնուցման ցուցանիշին։ Բացառապես կրծքով կերակրման տեողությունը մեդիան ցուցանիշը 1.8 ամսից սարքել մինչև 3 ամիս, սրանով իսկ 50%-ով ավելացնելով։ Այդ նպատակների հասնելու համար նախագծով սահմանվում են 2016-20 թվականների ընթացքում իրականացվելի գործողությունները, որոնք ուղղված են լինելու բժշկական կազմակերպություններում կրծքով սնուցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, բուժանձնակազմի հմտությունների զարգացմանը, հանրային իրազեկման աշխատանքների եւ օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացմանը։ Այսօր մանկան բարեկամ կոչումը, որը տալիս է UNICEF, ունի 32 կազմակերպություն, աշխատանքների արդյունքում պետք է հասցնենք մինչև 40, որ Ժնևից կարողանանք այդ հավաստագիրը ստանալ եւ սրանով իսկ ապահովելու վերոհիշյալ ցուցանիշները։ Ներկայացված ծրագրի իրականացնելը միջգերատեսչական բնույթ ունի համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարությունը, մարզպետարանները եւ Երևանի քաղաքապետարանը միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ Նախագիծը հավանության է արժանացել նախարարական սոցիալական կոմիտեում, խնդրում եմ հաստատել։ Կան հարցեր։